Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Այսօր խոսելու ենք մշակութային կարևոր մի իրադարձության մասին։ Առաջին անգամ պետական բյուջեի միջոցներով համաշխարհային հեղինակություն վայելող Սոթբիս աճուրդից ձեռք է բերվել 20-րդ դարի կերպարվեստի ամենաազդեցիկ դեմքերից մեկի Արշիլ Գորկու անվերնագիր գործը։ Ինչ նշանակություն ունի այս ձեռքբերումը եւ ինչպես է այն փոխում ազգային պատկերասրահի միջավայրը, կզրուցենք պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար արվեստի քննադատ Վիգեն Գալստյանի հետ։ Ողջույն Վիգեն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Սոթբիսի նման հարթակներից գնումներ կատարելը զարգացած երկրներում կարծես թե ընդունված պրակտիկա է, ինչ է փոխում այն Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ, այսպես ասած։ Սկսենք նրանից, որ միայն մասնակցումը այդ աճուրդին, այսինքն շրջադարձային երևույթ է, որովհետև մինչ այդ թե պետությունը, թե պետական ինստիտուցիաները նման փորձառություն չունեին, այսինքն մրցակցելու այդ միջազգային շուկայում տարբեր մշակութային արժեքների համար, որովհետև իհարկե եթե խոսքը գնում է պատմական բնույթ գրող արվեստի գործերի մասին, դրանք գնալով դառնում են ավելի սակավաթիվ, ավելի հազվագյուտ եւ իհարկե աշխարհի տարբեր թանգարաններ մրցակցում են դրանց համար, որպեսզի համալրեն իրենց հավաքածուները եւ կարելի ասել մինչ օրս մենք ընդհանրապես այդ խաղի մեջ չկայինք որևիցե ձևով Եվ Գորկու դա նոր մշակույթ է։ Իհարկե դա նոր մշակույթ է, դա առաջին հերթին, ասենց ասեմ, սիմվոլիկ, բայց նաև առարկայական ձևով խոսում է նրա մասին, որ Հայաստանը եւ Հայաստանի կառավարությունը մասնավորապես այսօր մրցունակ է, որ ինչ որ առումով, ունի ներուժ, թե ֆինանսական, թե նաև գաղափարական, որտեղ սա նաև գաղափարական դիրքորոշման հարց է, այդ խաղի մեջ մասնակցելու եւ օրինակ միջազգային շուկայից ձեռք բերելու այն արժեքները, որոնք մեր ինստիտուցիաների համար իրոք որոշակի կարեւորություն են ներկայացնում, որտեղ ցավոք սրտի տարիներ շարունակ ես որպես արվեստաբան եմ հիմա խոսում, ես տենց ցավով տեսնում եմ, թե ինչպես են իրոք բացառիկ գործեր, բացառիկ առարկաներ ուղղակի հայտնվում այդ շուկայում, անհետանում ու դու գիտես, որ թերևս նման մի գործ այլևս միգուցե երբևիցե չհայտնվի կամ հայտնվի, չգիտեմ, 20 տարի հետո։ Հատկապես հայ հեղինակների։ Հատկապես հայ հեղինակների։ Ընդամենը մի անցած տարի էր էլի ամերիկյան աճուրդատներից մեկում հայտնվեց օրինակ Երվանդ Քոչարի 1920-ականներին արված իր տարածական գեղանկարչության մի փայլուն օրինակ, որից օրինակ Հայաստանի թանգարաններում չկան ոչ ազգային պատկերասրահում, ոչ էլ կարծեմ Քոչարի տուն-թանգարանում, դա իրոք եզակի բացառիկ հնարավորություն էր ձեռք բերելու այդ առարկան մեր թանգարանների համար, բայց այդ քայլը չարվեց։ Հիմա տեսնում ենք, որ կա այդ հնարավորությունը, կա այդ փորձառությունը արդեն, որի վրա հնարավոր է հետագայում այս գործընթացը շարունակել։ Իսկ ինչ գործ է ձեռք բերվել եւ ինչու հենց այդ գործը։ Ձեռք է բերվել Արշիլ Գորկու ուշ շրջանին, հասուն շրջանին պատկանող շուրջ 1944 թվականին արված մի գունավոր մատիտանկար, բավականին մեծադիր, որը ներկայացնում է իր վերացական շրջանի այդ արդեն, ոնց ասեմ, անցումային շրջանը, երբ որ նա արդեն ձևավորել էր իր սեփական ոճական լեզուն եւ սա Գորկու առաջի վերացական գործն է Հայաստանի պետական թանգարանների հավաքածուներում, մասնավորապես ազգային պատկերասրահում, մինչ այդ 1977 թվականին Գորկու քույրը
իր որդու միջոցով Հայաստանի կառավարությանը նվիրաբերել էր Գորկու 1930-ականների մի ֆիգուրատիվ գծանկար, որը անցած տարի ներկայացվեց վերաբացած մշտական էքսպոզիցիայում, բայց սա առաջի Գորկու, այսպես Գորկու ոնց ասեմ, իրական արվեստային դեմքը ներկայացնող առաջի եւ միակ գործն ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում պետքա դա շեշտել, որովհետեւ ընդհանրապես որքանով որ ես եմ տեղյակ, Գորկու աշխատանքներ այս ամբողջ տարածաշրջանում չկան։ Շատ լավ, իսկ որպես համադրող ես կուզեի այս հարցին նաև պատասխանեիք, ինչպես է ներկայացվելու Գորկու այդ մեկ գործը ազգային պատկերասրահի միջավայրում, մանավանդ որ քիչ առաջ մենք խոսում էինք այն մասին, որ աբստրակտ էքսպրեսիոնիզմ չկա ընդհանրապես մեր եւ ամերիկյան արվեստի մասին որևէ տեսակի գործ կամ աշխատանք կամ խոսակցություն նույնիսկ։ Տեսեք, իհարկե Գորկու աշխատանքի ձեռքբերումը առաջին հերթին արվել է հայկական արվեստը իր ամբողջ լայն բոլոր ընդգրկուն հասկացողություններով պատշաճ ներկայացնելու համար ազգային պատկերասրահում, այսինքն Գորկու գործերի բացակայությունը ազգային պատկերասրահում դա ամենամեծ բացերից մեկն էր, հա, եւ այստեղ կարող են լինել բազմաթիվ բանավեճեր, թե ինչով է Գորկին մտնում, հա, հայ արվեստի, հայ արդի արվեստի պատմության այդ հետագծի մեջ, հա, ոնց է իրան տեղավորում, հա, նարատիվներում։ Ես կասեմ, որ այո, եւ ազգային պատկերասրահում հիմա արդեն իսկ բացված ցուցահանդեսը Արշիլ Գորկի Նյու Յորք Երևան նոր ձեռքբերում ցուցահանդեսը փորձ է այդ խնդրին անդրադառնալու եւ ցույց տալու թե ինչպես է Գորկին եւ ինչ կարգավիճակով է, հա, Գորկին միահյուսվում այդ ասենց ասեմ հայկական մոդեռնիզմի բավական հետաքրքիր եւ բազմաշերտ այդ պատմության հետ, որովհետեւ Գորկին թեպետ իր կյանքի օրոք եւ ստեղծագործական կյանքի օրոք ես ուզում եմ նշեմ, որովհետեւ շատերը օրինակ ասում են դե Գորկին օրինակ երբեք չի եղել Հայաստանում, չէ, Գորկին եղել է եւ ապրել է հենց Երևանում մի քանի տարի, բայց շատ վաղ տարիքում։ Այո, շատ վաղ անցումնային տարիքում, բայց հենց օրինակ Երևանում է սկսել մի քիչ այդ նկարչությամբ զբաղվել, այսինքն իր նկարչական նկարտումները հենց սկսել են ոնց ասեմ, տենց հասունանալ կամ ձևակերպվել հենց Երևանում, երբ որ դպրոց էր գնում այստեղ, բայց դա այդպիսի տեղեկություն թե կոնկրետ որտեղ։ Հիմա ճշգրիտ չեմ հիշի, բայց կարծեմ Արական գիմնազիայում էր սովորում եւ բայց դա չի իրականում հիմնապատճառը, հա, հիմնապատճառը այն է, որ Գորկին թեպետ իր ստեղծագործական հասունության օրոք, կյանքի օրոք փորձում էր իր գոնե ստեղծագործական էությունը հերվածնել այդ գաղթական հայի, հա, ինքնությունից, ընդհուպ մինչև իր անունը փոխելը, հա, եւ նա ներկայանում էր որպես Մաքսիմ Գորկու զարմիկ եւ տարբեր միֆեր էր հյուսում, հա, իր ինքնության շուրջ, որպիսի չընկալվի այդ ամերիկյան արվեստային հաստատության կողմից որպես տենց ինչ որ չգիտեմ գաղութից եկած ինչ որ անհասկանալի վայրենի կերպար, այլ ուզում էր ներկայանալ որպես կոսմոպոլիտ եվրոպացի եւ դա շատ մտածված եւ տրամաբանական քայլ էր իր կողմից, որը ինչ որ առումով աշխատեց իր օգտին, բայց իհարկե իր անհատական կյանքում նա մինչեւ վերջ մնում էր շատ տենց հայեցի կերպար եւ իր շրջապատում ուներ տարբեր այլ հայ արվեստագետներ, որոնց հետ շփվում էր եւ այլն, բայց նույնիսկ այդ պարագայում նրա արվեստը իր ժամանակի կոնտեքստում ամբողջովին կապված է ամերիկյան մոդեռնիզմի, ամերիկյան ավանգարդի զարգացման եւ առաջընթացի հետ, որովհետեւ ձևով ինքը չի
զուգահեռվում նրա հետ թե ինչ էր կատարում օրինակ Խորհրդային Հայաստանում կամ Սփյուռքահայ օրինակ Փարիզում հայ գործունեություն ծավալած հայ արվեստագետների աշխատանքի հետ Գորկին կապվում է հայ արվեստի հետ հետմահու ձևով, որովհետև երբ որ 1950-ականների վերջին խորհրդահայ արվեստագետները օրինակ Հովհաննես Զարդարյանը, Մինաս Ավետիսյանը, Սեյրան Խատլամաջյանը, Հենրիկ Էլիբեկյանը եւ այլոք Ռուբեն Նադալյանը հայտնաբերում են բացահայտում են Գորկուն, նա իրոք հսկայական շատ հուշկու կարելի է խթան է հանդիսանում նախ Հայաստանում վերացական արվեստի, այսպես ասած, իհարկե ընդհատակյա հիմնականում այդ ծաղկմանը գրեթե 60-ականների գրեթե բոլոր իրենց քիչ թե շատ մի քիչ առաջադեմ համարող արվեստագետները փորձարկել են, հա, իրենց ուժերը վերացականության մեջ եւ նա իսկ այդ ժամանակ ներողություն որ ընդհատում եմ իր գործերը հասանելի էին, այսինքն տեսել էին այդ մարդիկ օրինակ Հովհաննես Զարդարյանը տեսել էր իր գործերը Վենետիկի բիենալեում 1956 եթե չեմ սխալվում թվին, թե 57 թվականին, իսկ հետագայում իհարկե դրանք հասանելի են հիմնական վերատպության միջոցով եւ կան բազմաթիվ պատմություններ, ինչպես օրինակ Գորկու մասին հրատարակված 1-2 այդ ժամանակ մենագրությունները, իրանց գունավոր վերատպությունով ձեռքից ձեռք փոխանցվում տարբեր նկարիչների միջև ու նույնիսկ մինչև հետ էր գալի այդ տիրոջը միջից բազմաթիվ էջեր են պոկված լինում որտեվ այնքան դժվար էր իհարկե այդ գրականությունը ձեռք բերելը որ մարդիկ գնում են մինչև այն որ էջեր են պոկում գրքերից բայց հա այսինքն այդ տեղեկացվածությունը հիմնականում երկրորդ ձեռքի տեղեկացվածություններ եւ բնօրինակներ տեսնելու հնարավորություններ շատ քիչ կան թեպետ 1959 թվականին Մոսկվայում տեղի ունեցած հսկայական ամերիկյան ազգային ցուցահանդեսում Գորկին ներկայացված էր այլ абստրակտ էքսպրեսիոնիստների կողքին ու այդ ցուցահանդեսը տեսել են բազմաթիվ օրինակ Մոսկվայում կամ Լենինգրադում ուսանած արվեստագետներ եւ դա նույնպես շատ տպավորիչ էր եւ բոլորի հիշողությունների մեջ կա եւ պարբերաբար արդեն 60-ականներին Գորկին մտնում է այդ մշակութային խոսույթի, հա տիրույթ նրա մասին օրինակ 60-ականների վերջից գրեթե պարբերաբար սկսում են հրատարակել տարբեր հոդվածներ հայկական մամուլում 68 թվականին տեղի ունենում օրինակ հուշ երեկո արվեստի աշխատողների տանը որտեղ ներկա է լինում արվեստագետի քույրը եւ նույնիսկ 50-ականների վերջին գիտեք այս շատ հետաքրքիր դեպք է որի մասին շատ քչերը գիտեմ բայց օրինակ Հայաստանի այցելում MoMA-ի Նյու Յորքի ժամանակակից արդի արվեստի թանգարանի հիմնադիր կուրատոր տնօրեն Ալֆրեդ Բարը եւ նա դասախոսություն է կարդում ամերիկյան մոդեռնիզմի մասին, абստրակտ էքսպրեսիոնիզմի մասին եւ հատկապես շեշտադրում է Գորկու արվեստը եւ այդ բանախոսությանը ներկա են գրեթե բոլոր հայ արվեստագետները այդ ժամանակ եւ իհարկե երբ որ դու տեսնում ես ժամանակակից արվեստի ամենակարևոր դեմքերից մեկին, որը խոսում է հայազգի արվեստագետի մասին Եվս մեկ անգամ շեշտենք թվականը դա 59 թիվներ այսինքն Գորկու մահվանից 10 տարի անց, բայց արդեն 60-ականներին մենք տեսնում ենք այդ հետևանքները այդ ամենի ու դրանք ինչ որ պատահական բնույթ չեն կրում, գիտեք, դրանք կարելի ասել ինչ որ առումով ծրագրային են, որովհետև Գորկին առաջարկում էր այդ շատ յուրօրինակ մոդել, թե ինչպես արվեստագետը կարող է լինել միջազգային, ավանգարդ, վերացական, բայց միևնույն ժամանակ խոսել իր հայկական փորձառության մասին, որովհետև իհարկե արդեն բավականին ընդունված փաստ է, որ Գորկու այդ հասուն վերացական շրջանը, որտեղ նա
կարողանում է մարսել եւ զանցել իր բազմաթիվ ազդեցությունները եւ ստեղծել սեփական ոճը, դա ի շնորհիվ նրա որ նա սկսում է անդրադառնալ իր մանկության հիշողություններին, այդ կարոտախտին, այդ տրավմային, որը մինչով ինքը անցել էր կորուստին եւ դա է տալի այն այն նեցուկը, որ իր արվեստը դարձնում է այդքան յուրօրինակ եւ բացառիկ եւ դա իր ձևով մի հատ կաղապար է դառնում այն արվեստագետների համար 60-ականներին, որոնք փորձում էին սեփական ինքնությունը հաստատել եւ սեփական սուբյեկտիվությունը խորհրդային այդ ավտորիտար մշակույթի պայմաններում, հա։ Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչու են այդ սերնդի մարդիկ ասում, որ այդ ժամանակ խորհրդային միության այդ շրջանում մենք ամենաառաջադեմն էինք, ամենամոդեռն էինք, եւ նրանք ունեին համեմատած այլ երկրների։ Այո, եւ որովհետեւ նրանք ունեին այդ ապավինվելու այդ կետերը, որոնցից մեկը նաև Գորկին էր եւ դա նրանք անցալում են ինչ որ առումով նաև չասեմ ավանդույթ, բայց որոշակի առումով այդ նկարները յուրացնում են այդ ժառանգությունը, Գորկու ժառանգությունը հայկական արվեստի համար։ Ու ես կարող եմ հիմա էլի մի քիչ սադրող բան կարող եմ հիմա ասեմ, բայց ըստ իս Արշիլ Գորկին օրինակ ամերիկյան արվեստում չի թողել հետևորդներ, շարունակականություն, իհարկե նա համարվում է абստրակտ էքսպրեսիոնիզմի նախակարապետներից մեկը, բայց абստրակտ էքսպրեսիոնիզմը որպես ոչ ավելի շատ օրինակ Ջեքսոն Պոլոկի կամ Վիլյամ դե Կունինգի, հա, աշխատանքի ստեղծագործության միջով է զարգացել, քան թե Գորկու։ Եվ Գորկին տենց կղզիացած է ինչ որ առումով ամերիկյան արվեստի համատեքստում, իսկ հայկական արվեստում մենք տեսնում ենք, որ այս արվեստագետը թողել է իրոք ինչ որ առումով, հիմա պայմանական եմ ասում, բայց ինչ որ առումով դպրոցի նման կամ հետևորդների մի հսկայական շարան է թողել։ Իսկ որ հեղինակների հատկապես կարող են կանոններ տալ։ Այո, իհարկե։ Դե ցուցահանդեսում մենք փորձ արեցինք ներկայացնելու, իհարկե դա շատ մակերեսային առաջնային փորձ է ներկա պարագայում, որովհետև այս թեման ուսումնասիրելու, հետազոտելու դեռ երկար կարիք ունի, բայց այն ակնհայտ հեղինակներին մենք այստեղ ներկայացնել ենք, դրանց մեջ են առաջին հերթին Սեյրան Խատլամաջանը, Հենրի Լիբեկյանը, Բագրատ Գրիգորյանը, Աշոտ Հովհաննիսյանը, որի կողմից արված Գորկու դիմանկարը հիասքանչ մի դիմանկար, նույնպես ներկայացված է ցուցահանդեսում, արդեն այդ դիմանկարով երևում է այդ ակնածանքային վերաբերմունքը դեպի Գորկուն, որովհետև գրեթե տենց սփանկարի նման բան է ստեղծել Դեղց Աշոտը։ Վիգեն Թադևոսյանը իհարկե, որը մաքուր աբստրակցիոնիզմի այդ առանցքային դեմքերից մեկն էր հայկական արվեստում եւ ասեմ, որ այդ երկու գործերը, որոնք ներկայացված են ազգային պատկերասրահում, նույնքան հազվագյուտ են, որքան որ եթե Գորկու գործերը, որտեղ Վիգեն Թադևոսյանի ժառանգությունը այսօր եթե ամբողջությամբ Ամերիկայում է, իսկ դա հանճարեղ արվեստագետ է, ու այս ցուցահանդեսը նաև բացառիկ հնարավորություն է այդ արվեստագետին բացահայտելու։ Կան նաև իհարկե սփյուռքահայ արվեստագետներ, օրինակ Գորկու ժամանակակիցներից մեկը Խորեն Տեր-Հարությանը, Վահե Հեքիմյանը, Էդուարդ Դեմիրճյանը, իրենց բոլորի գործերը ներկայացված են։ Այո, այս ցուցահանդեսում ներկայացված են, կարելի ասել ցուցահանդեսը երկու մասի է բաժանված, մի հատվածում ներկայացնում ենք Գորկու նոր ձեռքբերումը եւ դրան առնչվող իհարկե տեղեկատվական տեղեկությունը եւ հաջորդ սրահում ներկայացնում ենք այն արվեստագետներին, որոնք այս կամ այն կերպ կրել են ազդեցությունը կամ յուրացրել են Գորկու փորձը իրենց արվեստում։ Եվս մեկ արվեստաբանությանը առնչվող հարց, որ այսպես միտքս եկավ, օրինակ սովետական աբստրակցիոնիզմը սովորաբար Կանդինսկու այսպես
ոճին է, չէ, հարում։ Ոչ միայն, բայց այո, օրինակ ինչ տարբերություն կա, արդյոք կարողանում ենք տարանջատել մեր արվեստագետները абստրակտ էքսպրեսիոնիզմի, այսպես հետևորդներ են, թե ռուսական абստրակցիոնիզմի, ասենք, եթե նայենք։ Չէ, ես չէի ասի, որ մեր абստրակտ արվեստի ավանդույթը այդքան էլ մոտ է ռուսականին։ Իհարկե բազմաթիվ առումներով абստրակցիոնիզմի շատ այդ տարատեսակ ճյուղավորումները բոլորն էլ ինչ-որ ձևով բխում են, հա, Կանդինսկուց հիմնականում, որովհետև այլ արվեստագետներ էլ իհարկե կան այդ հիմքերում կանգնած, եւ մեր արվեստագետներն էլ իհարկե նրանք գիտեին Կանդինսկուն, գիտեին նրա տեքստերը, տեսությունները եւ շատ մոտ են, հատկապես օրինակ 70-ականներին ասպարեզ իջած արվեստագետների այդ նոր սերունդը, абստրակցիոնիստների, նրանք վերադառնում են հենց այդ Կանդինսկու սկզբունքները վերահաստատելով արվեստի այդ հոգեվոր առաքելության, հա, առաքելությունը եւ այդ առումով հա կա որոշակի կապ Կանդինսկու հետ, բայց այդտեղ նաեւ պետքա գիտեք մի քիչ վերանայել ոնց են Կանդինսկուն նայում, որովհետեւ իհարկե Կանդինսկին ռուս արվեստագետ չի կամ միայն ռուս արվեստագետ չի եւ նրա արվեստը եվրոպական է, նա իհարկե ազգությամբ էլ ռուս չէր, եւ մի քիչ իրան բան անել այդ ռուսական абստրակցիայի հիմնադիրը սխալ ձևակերպում է, կարծում եմ, իսկ ռուսականը ենթադրում է խորհրդային, դե գիտեք, դե մինչեւ խորհրդայինը իհարկե այնտեղ կային արդեն Լարիոնովը, Մալևիչը, Էլիսիցկին եւ այլն եւ իմ համար ռուսական ավանդույթը հենց այդ է, այդ ռացիոնալիստական տեսական, հա, абստրակցիան, որի մանրավորումը իհարկե Մալևիչի սուպրեմատիզմն է, իսկ դա մեր արվեստում այդքան էլ տեղ չի գտե, մեր արվեստը, մեր վերացական արվեստի ավանդույթը իհարկե ավելի հարում է այդ հուզական փիլիսոփայական, հա, շերտին կամ գծին, որը абստրակտ էքսպրեսիոնիզմը հիանալի մանրավորում էր, շատ մոտ էր, հոգեհարազատ էր մեր արվեստագետներին, դրա համար էլ Գորկին այդքան կարծում եմ սիրվեց տեղացի արվեստագետների կողմից։ Շատ կարևոր է թե օրինակ ինչ կրթական ծրագրեր են նախատեսվում Գորկուն ներկայացնելու համար, որովհետև նաև կա խնդիր թե ով էր Գորկին իրականում, բացի այն, որ սփյուռքահայ կամ ամերիկահայ արվեստագետ է, հայտնի արվեստագետ է, մենք այսպես մեր հանրությունը նաև խնդիր ունի ճանաչելու Գորկուն, եւ այդտեղ պատկերասրահի դերը կարևոր է, կարծում եմ։ Այո, դա շարունակական գործընթաց պետք է լինի, որովհետեւ քանի որ այս տվյալ աշխատանքը գրաֆիկական աշխատանք է, թղթի վրա արված աշխատանք է, ցավոք ինքը տեղ չի կարող գտնել մշտական էքսպոզիցիայում, այսինքն այս ցուցահանդեսից հետո ինքը պետք է վերադարձվի ֆոնդեր եւ հնարավոր է մոտ առնվազն մի 5 տարի այլևս չցուցադրվի, այնպես որ շտապեք տեսնել քանի կարող եք, բայց մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել, ես ուզում եմ նաեւ երևի նշել կամ բացահայտել այստեղ, որ մենք նաև տարբեր բանակցություններ ենք վարում տարբեր ինստիտուցիաների հետ Գորկու շատ ավելի մեծ եւ ընդգրկուն ցուցահանդես Հայաստանում իրականացնելու, այսինքն սրանով չենք սահմանափակվելու։ Իսկ ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ցուցահանդեսը, որը բաց կլինի առնվազն 3 ամիս, դրա ընթացքում իհարկե մեր կրթական բաժինն է անցկացնում ծրագրեր դպրոցականների համար եւ նախադպրոցականների համար կլինեն համադրողական շրջայցեր, թերևս ցուցահանդեսի ավարտին նաեւ մտածում ենք բանախոսությունների շարք իրականացնել, բանախոսություններ անպայման կլինեն, հատկապես այն միտումով, որ փորձենք հասկանալ այս
գորկու ժառանգության այս խրթին կողմերը մի քիչ ավելի լուսաբանել եւ օրինակ այդ չտրվելով ազգայնական, հա, ազդակներին փորձենք իրոք հասկանալ, հա, որն է գորկու ներդրումը դերը միջազգային արվեստում, որն է նրա ներդրումը հայկական արվեստում, ինչպես պետքա դրա մասին խոսենք, հա, ինչ խոսույթ պետքա դրա շուրջ ձևավորվի եւ սա հուսով եմ կլինի ուղղակի մեկնարկը նախ ոչ միայն գորկու արվեստը Հայաստանում ճանաչելի դարձնելու, այլ ընդհանրապես այն ահռելի հսկայական ժառանգությունը, որը հայազգի արվեստագետները թողել են ամերիկյան արվեստում, որովհետև ցավոք մենք հիմնականում ճանաչում ենք գորկուն, բայց ասենք չգիտենք Ռուբեն Նաքյանին, Ռաուլ Հեյգին, Ջոն Ալթունին, չգիտեմ, տասնյակ, նույնիսկ հարյուրավոր արվեստագետներ կան, որոնց պետք է շատ ավելի լավ ճանաչել ու այդ ամերիկահայ մշակութային առանցքը շատ ավելի լավ վերանայել, հա, ինչ որ իմաստով նախ գիտակցել եւ հասկանալ, որովհետեւ դա նաեւ առնչվում է այսօրվա աշխարհաքաղաքական մեր իրողություններին, հա, մենք պետք է կարողանանք դա այդ ամենի մասին հպարտությամբ եւ գիտելիքի արկայությամբ խոսենք, էլ ոչ թե ինչ որ տենց շատ լավ, եւ դուք ասում եք, որ սա այն գործընթացի սկիզբն է լինելու, որ Հայաստանը արդեն պիտի փորձի ձեռք բերել այսպես ծրված մշակութային բեկորները, հա, իր կարելի է այդպիսի գործընթացի սկիզբ համարել սա։ Ես կասեի այդ ընդհանրապես ցանկության տիրույթում է։ Չէ, ես կասեի, որ այդ գործընթացը միշտ էլ եղել է։ Հենց մեր պետական թանգարանների սկզբնավորման պահից, որովհետև այն ամեն ինչը ինչ որ այստեղ հավաքվել է, թանգարանների ձևով, դա դրսից հիմնականում եկած հավաքածուների միջոցով է եղել։ Ուրիշ բան է, որ մենք հիմա գործ ունենք ավելի ռազմավարական մոտեցումների հետ, հա։ Հարցը մենակ նրանում չի, կարող ենք մենք գորկի ձեռք բերել կամ այս արվեստագետին կամ նրան, այլ ինչի ենք ձեռք բերում։ Ինչա դա մեզ տալի, ոնց է դա փոխում մեր ինստիտուցիոնալ այդ կառույցների դիրքերը կամ ինչ պատմություններ են դրանք կարողանում ներկայացնել։ Հիմա մենք ունենք գորկի, հետևաբար օրինակ կարող ենք խոսել գորկու եւ հայ արվեստի առնչությունների մասին ոչ թե վերացական տեքստային տեսական ձևերով, այլ շատ հստակ հիմա օրինակ կա ցուցահանդես, պետք չի ինչ որ արվեստաբանի տեքստը կարդալ, եւ վաղը հատուկ էքսկուրսիա է, չէ՞, սպասում։ Հա, վաղը հատուկ էքսկուրսիա է սպասում, այսինքն ցանկացած մարդ կարող է գալ հենց կոնկրետ օրինակներով իր համար տեսնել, այդ կապը կա թե չկա։ Այսինքն այստեղ իրոք ռազմավարության մասին է խոսքը, պետք է շատ ավելի մտածված եւ ծրագրավորված ձևով այդ ձեռքբերումները արվեն, որովհետեւ մեր թանգարաններ ցավոք սրտի շատ պատահական բնույթի առարկաներ նույնպես են մտնում այդ ծրված ազգային արժեքները հետ բերելու միտումով, բաներ, որ այնտեղ մեծ հաշվով գործ չունեն։ Համեցեք։ Եվ չգիտեմ, ես շատ ոգևորված եմ նաև այն առումով, որ երևում է, որ առաջին անգամ կարելի է ասել կառավարությունը, իշխանությունները ցույց են տալիս ոչ միայն իրենց պատրաստակամությունը թանգարաններին էականորեն աջակցելու, այսինքն նրանք հասկանում են թանգարանների կարևորությունը որպես ռեպրեզենտատիվ հարթակ, որպես հարթակներ, որոնք ներկայացնում են ոչ միայն ինչ որ մշակութային ինքնություն, այլ հենց երկրի ներուժը բոլոր առումներով եւ նրանք նաև հասկանում են, որ այսօր թանգարաններում ձևավորվում է այդ մշակութային խոսույթը, թե պատմական իրողությունների մասին, թե մեր առօրյա
այսօրվա իրականության մասին։ Հետևաբար սա խոստումնալից գործընթաց է, ես շատ հույս եմ, որ ինքը շարունակական է լինելու։ Շատ լավ, եւ ավարտենք մեր զրույցը, եւս մեկ հարց, ասացիք, որ 80,000 եվրո է այդ գործը, մոտավորապես, դա թանկ է, թե որքան է դա նկարի համար, եթե այսպես փոխենք։ Եթե գորկու համար վերցնենք, չէ, դա կարելի ասել նրա ավելի ցածր էշելոնին պատկանող, հա, գործերից է, որովհետև գորկու ամենաթանկ վերջերս վաճառված աշխատանքը մոտ 23 միլիոն դոլար է եղել, եւ ես չեմ ուզում, որ որևիցե մեկը ինչ որ իլյուզիաներ ունենա, սա չի կարելի ասել, որ սա գորկու գլուխգործոցներից է կամ սա շատ լավ ներկայացուցչական աշխատանք է, բայց իհարկե մինչև մենք հասնենք նրան, որ ինչ-որ գլուխգործոց ձեռք բերենք, դեռ շատ ժամանակ կա։ Հուսով ենք կգա այդ օրը նաև։ Պետք է աշխատենք, որ գա միանշանակ։ Շնորհակալություն Վիգեն, սիրելի ռադիո լսող, մենք խոսեցինք Արշիլ Գորկու գործի մեկ գործի ցուցադրության մասին, դուք արդեն գիտեք, որ այն 3 ամիս շարունակվելու է ազգային պատկերասրահում, կարող եք գնալ, դիտել, նկարվել նույնիսկ, հա։ Այո, մոռացա ասել VR-ի մասին, որը այո, շատ կարճ կարող եք փորձարկել, որովհետև դրա միջոցով հնարավոր է գորկու այլ աշխատանքներ նույնպես տեսնել։ Զրուցակիցս ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի քննադատ Վիգեն Գալստյանն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն